Փոփոխություններ իրականացնելով պատրաստ լինեն ոչ թե պաշտպանողական գործողությունների, այլ միանշանակ ազատագրական պայքարը հայ ժողովրդի Լեռնային Ղարաբաղի հատվածում պետք է շարունակվի։ Նոր հայապատկան տարածքներ ազատագրել։ Ասեմ, որ մենք բոլորս ենք մեր ցավն է այս կորուստները, մարդկային զոհերը, և ես կարծում եմ, որ մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պետք է համապետական սգո օր նախ հռչակենք, որովհետև հռչակենք մի բառը համա ճիշտ չեմ օգտագործում, բայց դա պետք է տեղի ունենա և որից հետո մենք արդեն պետք է հստակ ներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, որը պետք է լինի բոլորինս, ոչ թե քաղաքական օրակարգ ենք ներկայացնում իշխանություններին, այլ քաղաքական օրակարգ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որովհետև մենք տեսնում ենք, որ պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չունենալով պատերազմ գնալու օրակարգ մասնակցեցին պատերազմի ինքնակազմակերպման շնորհիվ։ Հիմա եկել է պահը ինքնակազմակերպել նաև այլ տիրույթներում, որովհետև մենք հասկանում ենք, որ այս պատերազմական վիճակը ըստ էության թաքնված պատերազմը այսօր եթե ինչ-որ չափով զինադադար է, լայնածավալ գործողությունների զինադադար է, այնուամենայնիվ թաքնված պատերազմի մեջ ենք մենք գտնվում։ Եվ այս թաքնված պատերազմը ունի տարբեր բաղադրիչներ, նրանցից մեկը իհարկե մեր դիվանագիտական ասպարեզում մեր գործողություններն են, ես հետևում եմ և փորձում եմ հասկանալ որն է մեր արտաքին դիվանագիտությունը և հասկանում եմ, որ նորից մենք որդեգրել ենք պաշտպանողական դիրքորոշում, այլ ոչ թե հարձակվողական։ Ես երեկ ծանոթացա Տիկին Նաղդալյանի հայտարարությանը, հարցազրույցին, որտեղ նա նշեց, որ մեր կողմից փաստաթղթեր չեն դրվելու շրջանառության մեջ, ուղղակի ունենալու են ելույթներ, և գտնում եմ, որ այդպես էլ կա, եթե կային փաստաթղթեր կային արդեն նախագծեր շրջանառության մեջ դնելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ապա այդ փաստաթղթերի մասին մենք իմանայինք և յուրաքանչյուրս մեր տեղում կփորձեինք այդ փաստաթղթերը կյանքի կոչել, որովհետև յուրաքանչյուրս մենք այսօր նույն այդ դիվանագիտական հարթակում նույն զինվորներն ենք քաղաքացի լինելով, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, թե այլ պետության քաղաքացի ենք, այդտեղ մենք պետք է մեր ճակատը ունենք և այդ ճակատում պետք է գործենք, մինչդեռ դա տեղի չի ունենում։ Ես պետք է ձեր ուշադրությունը դարձնեմ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրադարձություններին, որոնք վերաբերվում էին երկու բանաձևերին, որոնց մեջ ձևակերպում կար, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Նրանցից մեկը ընդունվեց, որը վերաբերվում էր Սարսանգին, և հենց անվերջ չէ, ինձ թվում է, որ հենց Սարսանգի կողմից էր հարձակումը, և ընդհանրապես պատերազմ սկսողը, հարձակվողը ինքը նաև իր համար իրավական հիմքեր է պատրաստում, և այդ իրավական հիմքերից մեկն էլ նաև այդ բանաձևն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որը մենք ուղղակի պաշտպանողական դիրքերից փորձեցինք արդեն երկար ժամանակ անց կանխել, որը նաև մեզ ըստ էության այդ երկրորդ բանաձևը չհաջողվեց կանխել։ Եվ այստեղ մենք կարծում եմ մեծ գործունեություն ունենք ծավալելու, որը չենք անում։ Հաջորդը վերաբերվում է իհարկե մեր քաղաքական դիրքորոշմանը կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցային լիիրավ կողմ ներգրավելու հարցում, որը նույնպես այսօր ուղղակի այսպես երկչոտության մոտեցմամբ չի կարելի այդ մասին հայտարարել, որ մենք կարող է ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե լինի ավելի լայնածավալ պատերազմական գործողություններ։ Այդպես չի կարող լինել, որովհետև
եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա բնականաբար նա լիիրավ բանակցային կողմ չի կարող լինել, եւ բացի այն, որ լիիրավ բանակցային կողմ չէ, նաև միջազգային հանրության մոտ սուբյեկտության խնդիր ունի եւ բանակցային գործընթացում մենք այստեղ նաև թույլ դիրքերից ենք խոսելու եւ միանշանակ այս քաղաքական օրակարգը պետք է լինի մեր բոլորիս քաղաքացիների բոլորի օրակարգը, այդ թվում նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների, որովհետև առանց դրա, առանց այդ գործիքի մենք լիարժեք մեր դիվանագիտությունը չենք կարող բանեցնել։ Հարցակվողական դիվանագիտության խնդրի մասին է խոսքը, որտեղ մենք այս տարիների ընթացքում, 25 տարիների ընթացքում որդեգրել ենք շատ պասիվ դիրքորոշում, որը եւ նաև ես փորձել եմ ամրագրել այս փաստաթղթի մեջ, որը նոր ձեզ ես բաժանեցի։ Մյուսը պետք է նաև անդրադարձ կատարենք քաղաքական տեսանկյունից հայ-ռուսական հարաբերություններին։ Ես կարծում եմ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային են, որովհետև եթե մեր ռազմավարական իրական դաշնակիցներ, ապա դաշնակցի այսպիսի վարքագիծ, այսպիսի իրավիճակում ուղղակի անթույլատրելի է եւ նաեւ վերջի հայտարարությունները Ռագոզինի, որ մենք շարունակելու ենք վաճառել այդ սպառազինությունները Ադրբեջանին, սա ուղղակի մեր կողմից բացասական պետք է գնահատվի եւ դրա դեմը պետք է առնվի մեր այլ գործողություններով։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված են ռուսական զորքեր եւ նաեւ ռուսական ռազմաբազա։ Այդ զորքերը այստեղ գործում են, ըստ էության բավականին արտոնյալ պայմանները նույնիսկ չասեմ, այլ մենք ենք պահում նույնիսկ այդ զորքերին։ Եվ այստեղ, եթե խոսում ենք ռազմավարական ոչ գործընկերության մասին եւ խոսում ենք բիզնեսի տիրույթից, ապա մենք պետք է պահանջենք, որ ռազմաբազան, եթե տեղակայվում է, ապա դա պետք է ունենա իր գինը պետք է լինի իհարկե շոշափելի դրամական տեսքով, այլ ոչ թե այդ տեսքով, որը այսօր գոյություն ունի, եւ խոսում ենք բիզնես տեսանկյունից, եւ հասկանում ենք, որ այն 200 միլիոնի վարկը իբրև թե արտոնյալ, որը տրամադրվել է մեզ, եւ որի ներքո պետք է մեզ տրամադրվեին սպառազինություններ, փաստորեն այդ պայմանագիրը նույնպես Ռուսաստանի Դաշնության կողմից որպես պարտավորություն չի իրականացվել եւ այստեղ էլ այս տիրույթում մենք ունենք անելիք։ Անելիքը պետք է տեղի ունենա ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող իշխանությունների միջոցով, այլ նաև քաղաքացիների եւ նաև Ռուսաստանի Դաշնությունում մեր քաղաքացիների միջոցով, մենք իրենց միջոցով նույնպես պետք է ազդենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վրա։